Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում Ռիվիոն է։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանին։ Բարև ձեզ Տիկին Հայրապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Տիկին Հայրապետյան, նախ ըստ ձեզ ինչու Ալիևը չգնաց Մոսկվա մասնակցելու շքերթին, հաշվի առնելով Մոսկվայից այսպես սիրաշահման տարբեր փորձեր եւ այլն, արդյոք համոզիչ է փաստարկը, որ մայիսի 10-ին Հեյդար Ալիևի ծնունդն է, տարբեր միջոցառումներ պետք է կազմակերպեն եւ չի կարողանում պարզապես մեկնել։ Նախորդ տարիներին չկային այդ միջոցառումները։ Իրականում Ալիևի ծննդյան կլոր թիվ, այսպես ասած, չի նշվում, 102-րդ տարեդարձն է նշվում Ալիևի, որի հետ կապված անհեթեթ միջոցառումները կազմակերպում է սովորաբար Ադրբեջանում, բայց եկեք բուն հարցին անդրադառնամ ու կուզեմ մի քիչ մանրամասն խոսել դրա հետ կապված, որովհետև կարծում եմ մեր տեսանկյունից էլ դա հետաքրքիր հարց է։ Տեսեք, մարտի 15-ին, եթե չեմ սխալվում, մարտի կեսերին Պուտինը, Լուկաշենկոն եւ Տաջիկստանի նախագահ Ռահմոնը զանգահարում են Ալիևին, այսինքն նրանք բոլորը հավաքվել են, գրուպ քոլ են անում մեր լեզվով ասած ժամանակակից Ալիևին եւ խոսում են նրա մասին, որ մեծ հայրենական պատերազմի 80-ամյակի նվիրված միջոցառումների շրջանակներում կամ ֆաշիզմի դեմ հաղթանակի նրանք հավաքվելու են եւ հանդիպել են, դրա մասին խոսք է գնում։ Դրանից մոտ 2-3 օր հետո Մատվիենկոն է այցելում Ադրբեջան եւ տարբեր տեղեկություններ կային, որ նաեւ կրկին խոսվում է այդ միջոցառմանը Ալիևի մասնակցության մասին։ Ալիևը մինչև վերջին պահը ադրբեջանական կողմը բոլորովին արձագանք չէր տալիս լինելու այդ միջոցառմանը, թե չի լինելու, թեև ասում եմ, այդ ընդհանուր զանգից կարելի էր դատել, որ պայմանավորվածություն նախնական կա։ Եվ այդ ֆոնին արդեն մոտավորապես այդ միջոցառումից մի քանի օր առաջ Ռուսիա պատրիարք Կիրիլն է այցելում Ադրբեջան, կրկին փոխանցելով Պուտինի հրավերը, որ պետք է մասնակցի այդ միջոցառմանը, կրկին պատասխան չկար, եւ այդ միջոցառումից մեկ օր առաջ կարծեմ ռուսական կողմը ասում է, որ Ալիևը այս պատճառաբանությամբ չի եկել միջոցառմանը, որ ադրբեջանական կողմը մինչև հիմա որևէ պաշտոնական արձագանք դրան չի տվել, սա հստակ է, տարածել են պարզաբանումներ լրատվամիջոցներով պաշտոնական իշխանության հետ սերտ առնչություն ունեցող, համաձայն դրա պատճառներից մեկը իբրև Ազալի հետ տեղի ունեցած միջադեպն այդ հայտնի ինքնաթիռը անցած տարվա դեկտեմբերին, մյուսը, որ ադրբեջանցի պատգամավորներից մեկին վերջերս թույլ չէին տվել, այսինքն Մոսկվայից փաստացի դեպորտ էին արել հետ Ադրբեջան, հիշում եք այդ միջադեպը, ուղղակի կարճ ասեմ մեր ընկերների համար ադրբեջանցի պատգամավորներից մեկը, որը վիրավորել է ռուսական պետդումայի պատգամավորներից Վալույևին, նրա ասածներին ի պատասխան մի խոսքով այդ միջադեպն են մեջ բերել, բայց ես ունեմ մեկ այլ վարկած, որը փոքրինչ համարձակ է բարձրաձայնելը, բայց նաև երկար ժամանակ հետևում եմ լրահոսին, հետևում եմ տարբեր փորձագետների, որոնք իմ դիտարկմամբ կապ ունեն իշխանությունների հետ, եւ վարկածներից մեկը այսօր էլ հարցազրույցներից մեկն է լսում այդ փորձագետների, այն է, որ Ալիևը ուղղակի անվտանգային խնդիրներ է տեսել մեկնելու մեջ։ Այսինքն մի ուշագրավ բան կա, անցած տարվա երբ ինքնաթիռի աղետը տեղի ունեցավ, հիշում եք, Ալիևը մեկնում էր ԱՊՀ ոչ պաշտոնական հանդիպմանը, եթե հիշողությունը չի դավաճանում հենց այդ ձևով, եւ նա հետ վերադարձավ Ադրբեջան այդ միջադեպից հետո։ Դրանից կարճ մոտավորապես 1-2 ամիս անց, փետրվար ամսին, Ադրբեջանի ընդդիմադիր համարվող Թուրանազ լրատվական գործակալությունը հղում անելով իշխանական աղբյուրները ընդդիմադիր ենք դիրքավորվում, էլի, հղում է անում իշխանական աղբյուրները ու ասում, որ այդ միջադեպի ժամանակ Ալիևի ինքնաթիռը եւս հայտնվել է խափանումների մեջ եւ կորցվել է կապը GPS-ի հետ։ Այսինքն մտածում եմ, որ ռուսական կողմը փորձում է Ալիևին վերացնել, եթե այսպես գրոտեսկային ձևակերպել։ Այո, եթե տենց շատ ուղիղ ասենք, այո, այդպես են։ Կոնկրետ այդ վարկածը մտավ շրջանառության մեջ։ Այստեղ մեկ այլ ուշագրավ բան կա։ Այդ վարկածը շրջանառության մեջ մտնելուց կարճ ժամանակ անց այս գործակալությունը փակվում է։ Այսինքն սկզբում Ադրբեջանը, ինձ թվում է, Ադրբեջանի նախագահը չէր կարող դա իշխանական մամուլով տարածել, շատ ակնհայտ կլիներ, բոլորը հասկանում են Ադրբեջանի տիպի պետությունը փորձել էր ընդդիմադիր մամուլով տարածել այդ լրատվությունը, որը կրկնում եմ, հղում էր անում իշխանական հստակ աղբյուրներին եւ գերատեսչություններին։ Ու հետո այդ լրատվամիջոցը կարճ ժամանակ անց փակվեց, պատճառաբանելով ֆինանսական խնդիրները։ Բայց այդ թեման մնաց եւ հիմա, երբ ես լսում եմ որոշ ադրբեջանցի փորձագետներ, իրենք ոչ թե այդպես ուղիղ ասում են, այսպես կլինի, այնպես կլինի կամ դուք սպառնալիք
կարող եք ստեղծել Ալիևի համար, այլ ասում են, տեսեք, Ուկրաինան սպառնալիքներ է հնչեցրել կամ Ուկրաինան ինչ որ նման բաներ է ասել, որոնք վտանգներ են ստեղծում, այդ վտանգի պարագայում ինչպես եք պատկերացնում ադրբեջանական առաջին բորտը գա հասնի Մոսկվա այդ իրավիճակում։ Այսինքն շեշտում են, որ կա անվտանգային խնդիր, եւ ես կարծում եմ իրապես կա այդ անվտանգային խնդիրը, որովհետեւ եթե ուշադրություն դարձնեք այդ Ազալի ողջ միջադեպից եւ այդ Ալիևի ինքնաթիռի ենթադրյալ հնարավոր միջադեպերից հետո երկար ժամանակ Ալիևը ոչ միտեղ առանձնապես չէր էլ գնում։ Իր հանդիպումների մեծ մասը նա անցկացնում է Բաքվում, վերջին շրջանում Չինաստան է ուղևորվել եւ Անկարա է բնականաբար մեկնում, բայց այլ տեղեր առանձնապես ինքը չի շտապում ուղևորվել, ենթադրում եմ նաեւ ինչ որ անձնական անվտանգային մտավախություններ ունի։ Բայց կոնկրետ ռուսական կողմից ակնհայտ դուք էլ նշեցիք, թե ինչ իրադարձություններ են նախորդել, ակնհայտ սիրաշահման դեպքեր կային։ Դե միգուցե Ալիևն էլ մտածել է, հետ այդքան շատ են ուզում գնամ, կարող է տակը մի բան կա։ Քիչ հումորով եմ ասում, բայց իրապես անհասկանալի է, եթե հրավերը ուղղում ես, լավ, մի անգամ կարաս ուղղես երկու անգամ, երրորդ անգամ Կիրիլին արդեն ու պատրիարքի, ասենք, այցը նման ձևով Ադրբեջանը օգտագործեց, ցույց տալով, որ ինքը քրիստոնեական արժեքների միջատագով է եւ այլն, այդպես նաեւ մաքսիմալ օգտագործեց պատրիարքի այցը, բայց այցի նպատակը հստակ է ռուսական կողմի համար, դա հերթական անգամ հրավերի թեմայով խոսակցություններ, Ալիևի ներկայության թեմայով։ Իսկ Ալիևի տիկնոջը պարգևատրելը դա ինչ ուղերձ էր առհասարակ։ Դե իրանք սիրում են տարբեր ինչ-որ կառույցներ միշտ կնոջը պարգևատրել, ինչու ասեմ, Պուտինն էլ ժամանակին շնորհավորում էր այդ կնոջ ծննդյան օրը, եթե։ Իսկ այսօր Ադրբեջանում ինչ որ միջոցառումներ անցկացվում են Հեյդար Ալիևի ծննդյան օրը հաշվի առնելով։ Դե փոքր ծիծաղելի է, բայց ամեն դեպքում։ Չէ, իրականում զավեշտալի է մեզ համար, որովհետև բարեբախտաբար մենք ինչքան էլ վատ վիճակում լինենք, անձի պաշտամունքով երբեք չենք տառապել, որպես պետություն ժողովուրդ, իրականում շատ անհեթեթ միջոցառումներ են կազմակերպում, ես նույնիսկ իմ Telegram-յան ալիքում էի տեղադրել կարճ թե դպրոցական երեխաները ինչպես են նրա նկարը բռնում, առավոտից երեկո կրկնում նրա անունը, ազգանունը, ծննդյան թիվը, մի խոսքով։ Եվ ես հիշում եմ մի որոշ ժամանակ առաջ օկուպացված Արցախում, եթե չեմ սխալվում, հենց Շուշիում մի ֆլեշմոբ էին արել ու մի խումբ մարդիկ կանգնել էին Ալիևի քթի տեսքով նույնիսկ, այսինքն հենց անհեթեթ բաներ կարող ենք հանդիպել, որ մեր միտքը ունակ չի ընկալել, բայց եկեք դրա վրա։ Իսկ եթե Ալիևի վախերից անդին ռուս-ադրբեջանական հարաբերությունները այս պահին ինչ իրավիճակում են, նաև հաշվի առնելով ադրբեջանական մամուլում բավականին կոշտ գնահատականներ ռուսական կողմին ուղղված։ Ես շարունակելով կրկին հարցը պատասխանել, այստեղ կա երկրորդ գործոնը, որը Ալիևը շատ ակտիվ կիրառում է տարբեր խաղացողների հետ, այդ թվում Ռուսաստանի հետ։ Շատ դժվար է ասել ինչպիսին է իրականում ռուս-ադրբեջանական հարաբերությունը, որովհետև երկուսն էլ փակ պետությունն են, երկուսն էլ լրահոսներին հետևելով դժվար է հստակ պատկեր ստանալ, բայց եթե հիշեք, վերջերս ադրբեջանական կողմը բանի ազգային ժողովի հանձնաժողովի մակարդակով նույնիսկ մեղադրեց Ռուսաստանին կիբեր հարձակումներ անելու համար, ստեղ էլ մեզ մոտ են մեղադրում։ Չէ, այստեղ այդ մակարդակով ասում են։ Չգիտեմ։ Ալեն Սիմոնյանն ասում է Ռուսաստանից գումարներ են գալիս հիբրիդային պատերազմ է իրականացվում։ Դե իրենք այնտեղ ինչ որ հրապարակել են զեկույց եւ այլն, բայց այստեղ մի ուրիշ ուշագրավ բան կա։ Մինչ այդ ամենը իրոք կար մի հատ փուլ մարտ-փետրվար ամիսներին, երբ ադրբեջանական մի քանի կայքեր միանգամից խափանվեցին։ Սկզբում իրենց նույնիսկ համապատասխան ինչ որ գերատեսչություն հայտարարություն տվեց, որ դա հայկական կողմն է արել։ Հետո երևի իրենց մեջ մտածեցին, բայց եթե մենք ասում ենք հայերը բանը ունակ չեն ոչինչ անելու, ապա այդքան էլ հարմար չի այրին մեղադրել է։ Գնաց լրատվամիջոցներով նյութեր, որ դա կամ Ֆրանսիան է կամ Ռուսաստանը, հետո կանգ առան Ռուսաստանի վրա։ Բայց այստեղ ավելի խորքային խնդիր կա։ Ալիևը տարբեր կողմերի ժամանակ առ ժամանակ նման վարկ ցուցաբերելով տարբեր կողմերի հանդեպ իր համար շատ կարևոր գին է բարձրացնում։ Ասեմ ինչու, տեսեք, մի որոշ ժամանակ առաջ հերթական գլոբալ ֆորումն էին անում Ադրբեջանում, օկուպացված Ստեփանակերտում եւ Ալիևը Շարլ Միշելի ներկայությամբ բավականին կոշտ հայտարարություններ արեց եվրոպական կողմի հասցեին եւ դրանից կարճ ժամանակ անց Կայա Կալասը ուղևորվում է Բաքու, խոսում համագործակցության կարևոր հարաբերությունների մասին։ Նույնը Ադրբեջանը շատ հաճախ փորձում է անել ռուսական կողմի հետ, այսինքն տեսեք, ես կարող եմ այսպես ատամ ցույց տալ, ես կարող եմ այս հարցերը բերել շրջանառության մեջ, դնել նույն Ազալի թեման։ Ազալի թեման շատ հետաքրքիր է, ինքը շատ հետաքրքիր ձևով հայտնվում է լրահոսում, մեկ էլ անհետանում է։ Ուրեմն կուլիսների հետևում կան հարցեր, որոնք մենք չենք տեսնում, ու որոնք միգուցե լուծվում են նաև այդ հրապարակային թեմաների արծարծմամբ։ Երկու պետություններն էլ այդ առումով շատ համանման քաղաքական մշակույթ ունեն։ Այսինքն խնդիրները ամեն դեպքում կան նրանց մեջ։ Վստահ եմ, որ կան որոշակի խնդիրներ, չգիտեմ դրանք հաստատ չեմ կարող ասել ինչպիսին են,
ինչ կարգի են։ Օրինակ, ես կարծում եմ Ադրբեջանը հիմա շատ ավելի փորձում է իրեն դիրքավորել որպես Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային համահավասար երկիր, ոչ թե ինքը լինի Հայաստանի, Վրաստանի կողքին, այլ ինքը լինի մի քանի մակարդակ շատ ավելի բարձր։ Այսինքն ինքը փորձում է իրեն դիրքավորել որպես բացառապես ինքնուրույն խաղացող, որ ինքն է որոշում ինչ ուղղություններով է գնում, ոչ մեկ իրեն չի կարող թելադրել, ով էլ դա լինի, եւ այդ ձևով նաեւ իր դիրքավորումն է ապահովում ու հիմա դա է փորձում անել։ Ենթադրում եմ նաեւ հաշվարկելով, որ հետագայում ռուսական կողմը միգուցե ավելի ակտիվ լինի Հարավային Կովկասում, եթե ուկրաինական ճակատում ստացվի ինչ-որ հրադադարի հասնել կամ ձեռքբերումների, իսկ Թուրքիայի գործոնն էլ հետաքրքիր է, որովհետև հիմա Թուրքիայի գեր ուշադրությունն ամբողջությամբ Մերձավոր Արևելքին է ուղղված, եւ այդ մենք բոլորս հասկանում ենք, որ եթե նման ուշադրություն է ուղղված, այլ տարածաշրջաններում ուշադրությունը կամ ներկայացվածությունը փոքրինչ սկսում է նվազել։ Դա նաև տարածվում է Հարավային Կովկասի վրա։ Իսկ Ադրբեջանում սոցիալ-տնտեսական վիճակն ինչպիսին է, որովհետև շատ է խոսում, որ բավականին բարդ իրավիճակ է եւ դրանով պայմանավորված է, օրինակ Արցախում նա չի բնակեցնում այն ծավալով, ինչով որ հայտարարվում էր ժամանակին։ Իրականում բավականին բարդ է այդպես գնահատականներ հստակ տալ, որովհետև կրկնում եմ փակ է երկիրը եւ ազնվորեն եմ ասում, ես վերջին շրջանում այնքան մարդ են ձերբակալում, երևի օր չկա, որ ինչ որ լրագրողի չձերբակալեն Ադրբեջանում, ու նաեւ մեր աղբյուրները հասկանալու այդ պետությունը նվազում են, որովհետև ասենք մի քանի լրագրող կան մի հոդվածներ էր օրինակ գրում սոցիալ-տնտեսական կամ այդ օլիգարխիկ վիճակների հետ կապված, որ ինչ որ իրավիճակ է կարողանում հասկանալ, հիմա առհասարակ դրա մասին խոսակցություն չկա եւ շատ նվազել են այդ զրույցները, բայց ես կարծում եմ այստեղ ոչ միայն նախ կա, ես տեսել եմ տարբեր մեկնաբանություններում եւ օրինակ ժամանակին մի շատ ուշագրավ լուր տարածվեց ադրբեջանական իշխանական կայքերից մեկում, որ բոլոր նրանք, ովքեր բնակարան են ստանում Լեռնային Ղարաբաղում կամ լղիմից դուրս այդ տարածքներում, եթե հանկարծ չապրեն այդ բնակարանում, գնան ստուգեն տեսնեն չեն ապրում, իրենց ձեռքից վերցնելու են։ Ինչու, որովհետև իրենք չէին ստանում էին այդ բնակարանները եւ չէին ապրում։ Մեկ այլ դրվագով տեսել եմ տարբեր կայքերի, տարածած լուրերի, մեկնաբանությունների բաժնում, թե ինչպես շատ մարդիկ բողոքում են, թե ինչու այդքան մեծ գումար գնում հենց Լեռնային Ղարաբաղին, այնտեղ գործողություններին։ 2020 թվականից դեռևս ես նյութ էի պատրաստել 21 թվականին, երբ Ալիևը բոլոր օլիգարխներին հավաքել էր ու ասում էր ոչ մեկը ընդհանրապես ոչ մի գործ չունեք Լեռնային Ղարաբաղի շինարարության հետ։ Այսինքն որպեսզի ամբողջ բիզնեսը լինի իր ձեռքում, որպեսզի ամբողջ շինարարական այդ հսկայական բացառապես իր ընտանիքների կամ իր համար միգուցե հարմար օլիգարխների ձեռքում։ Բոլորը հույս ունեին, որ հեսա հնարավորություններ են բացվելու, բայց չէ, հնարավորությունները գերազանցապես Ալիևի համար են բացված առհասարակ 20 թվականի եւ դրան հաջորդած շրջանում Արցախի հարցում Ալիևի ձեռքբերումները գերազանցապես պատկանում են նրան եւ նրա ընտանիքին, եթե ուշադրություն դարձնեք, չկան հերոսներ, չկան կերպարներ, որոնք ակտիվ տիրաժավորվում են։ Ես դա համարում եմ ինչ որտեղ այդ հաջողության հաղթանակի հաղթանակ բառը լավ չի, ռազմական այդ ագրեսիայի արդյունքում ձևավորված այդ իրենց համար հաջողության անձնականացում իրականում։ Ես այդպես եմ կարծում եւ այ անձնավորում է այդ ձեռքբերումը։ Հիմա այստեղ հարց է առաջանում, եթե Արցախն օկուպացրել են, բայց բնակեցումներ այն ծավալով չեն կատարում, որի մասին հայտարարել էին, հիմա այդ 300,000 ադրբեջանցիների հարցը, այսպես կոչված, ինչու են օրակարգային փորձում դարձնել։ Մենք իրականում շատ դրվագային ենք տեսնում Ադրբեջանի քաղաքականությունը։ Ադրբեջանի քաղաքականությունը ավելի ռազմավարական ու երկարաժամկետ պլանավորման է եւ այստեղ բնավ չկա Հայաստան-Ադրբեջան ոչ այնքան, այսինքն այդպես ձևակերպեմ, ոչ այնքան Հայաստան հնարավոր ադրբեջանցիների գալու հարցն է, որքան Հայաստանի տարածքին այլ անվանում տալու հարցն է։ Նախ այդ 300,000 թվի, որը իրենք շրջանառում են, երբեմն ասում են միլիոնների են հասնում, 1989 թվականի խորհրդային վերջին մարտահամարի համաձայն 84,000 ադրբեջանցի ապրել Հայաստանի հայկական ԽՍՀ-ում, այդպես ասեմ։ Այսինքն ավել չի էլ ապրել, որպեսզի իրենք այլ թվեր կարողանան բարձրաձայնել, բայց եթե զուտ խոսքը գնար ասային, դե չգիտեմ, փախստականներ, իրավունքներ եւ այլն, դա կլիներ այլ տիրույթի խոսակցություն։ Բայց քանի որ խոսքը այստեղ զավթողական ծրագրի մասին է, որի մասին ես ինքս բարբերաբար բարձրաձայնում եմ, ասում են ձեր պետությունը Ալիևը մի ելույթում իր 22 թվականի դեկտեմբերի 24-ին ասում է Հայաստանի Հանրապետությունը երբեք չի եղել, Հայաստան պետություն երբեք այս տարածքում չի եղել։ Դա մեր պատմական հողն է։ Եվ այս խոսույթը 23 եւ 24 թվերին, տեսեք 23 եւ 24 թվերին մտել է Ադրբեջանի հանրակրթական դպրոցներ։ 5-րդ դասանի երեխան գնում է դպրոց, առաջին անգամ պատմության դասագիրք է բացում եւ կարդում է Խորհրդային Հայաստան, որը հին ադրբեջանական տարածք է, ձևավորվել է SSS տարածքների հիման վրա։
ինքը այդպես մեծանում է, ինքը այդ մտածելակերպով ապրում է։ Դրա համար ես խաղաղության մասին զրույցները համարում եմ անհեթեթ, ոչ թե որովհետև հնարավոր չի խաղաղություն, այլ հնարավոր չի այն ճանապարհով, որի մասին որով դա փորձում են ներկայացնել, որովհետև կրկնում եմ, եթե նման զավթողական ծրագիրը մտել է հանրակրթական դպրոցներ, ապա դա նշանակում է դա շատ լուրջ ռիսկեր է իրենից պարունակում, դա նշանակում է դա քաղաքական խոսույթ չի, դա որոշ անհեթեթ մտքեր եմ լսում երբեմն հայելային կրկնում են Լեռնային Ղարաբաղի հետ կապված ինչ-որ թեզեր, բացարձակ հայելային կրկնության մասին չի, եւ Իլհամ Ալիևը պարզ տեքստով 22 թվականի իր հայտնի ելույթում ասել է հիմա մենք այս հարցը բարձրացնում ենք, որովհետեւ այլևս չկա Լեռնային Ղարաբաղի հարց, որովհետեւ եթե մինչ դա խոսեինք, այլ կլիներ։ Իսկ եթե մինչ դա իրենք նման բան ասեին Հայաստանն անունով պետություն չի եղել, պարզ չի, որ Ադրբեջանը ամբողջությամբ ցույց կդներ իր զավթողական ծրագրերը։ Եվ որպեսզի դրանից խուսափ տարել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։ Նիկոլ Փաշինյանն էլ հակառակ տեսակետն ունի, ասում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն, ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների։ Հիմա դուք որ ասում եք Ադրբեջան չի պատրաստվում խաղաղության, դա ներքին սադրանք համարենք։ Դե ներքին թե արտաքին։ Դե հիմա իրանք չեն պատրաստում, ես դրա մասին ասում եմ, չգիտեմ։ Չէ, իրականում եկեք ճիշտը խոսենք, տեսեք Նիկոլ Փաշինյանը փորձում էր այս ամբողջ ընթացքում հանդես գալ որպես խաղաղության սիմվոլ, ես նույնիսկ հումոր եմ անում, ասում եմ, թող արտգործ նախարարությունը առանձնապես քանի որ բան չի անում, խաղաղության տարոսիկներ պատրաստի, ուղղակի տարբեր տարածաշրջաններ, Ուկրաինա, Գազա եւ այլն, ասի մենք հասել ենք արդեն այդ բարձր մակարդակի, ու իրենց պատկերացած խաղաղությունն է, որ սանձազերծում է ագրեսիվ պատերազմ, տեղի ունենում էթնիկ զտում բռնի տեղանում, ու դա կոչվում է խաղաղություն։ Տենց ֆենոմենալ խաղաղություն մոլորակի վրա ոչ մեկ չի կարողացել կառուցի, բացի իրանցից, ու իրենք շարունակում են այդ ճանապարհով գնալ։ Իսկ իրողությունները բոլորովին հակառակն են, այո, Ադրբեջանը չի ուզում խաղաղություն, Ադրբեջանը շարունակում է բազմաթիվ զորավարժություններ կազմակերպել, ես կրկին նույն իմ Telegram-յան ալիքում բարբերաբար տալիս եմ բաց աղբյուրների վրա հիմնված տեղեկատվություն։ Տեսեք, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հերթական հայտարարությունը տվեց ապատեղեկատվական, երբ խոզնավարում կրակել էին, մեր բնան հայտարարություն էր տվել եւ հորդորել, թե չգիտեմ, կոչ արել, որպեսզի հետաքննեն, նրանք էլ ասել են դուք ճամբարակի ուղղությամբ իբրև կրակ եք բացել, մենք էլ պատասխանել ենք։ Ես կարծում եմ, որ ամեն անգամ, երբ հայկական կողմը խոսում է խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունից, ադրբեջանական կողմը սկսում է ապատեղեկատվական արշավ։ Ինչով է սա պայմանավորված, այսինքն ցույց են տալիս, որ իրենք չեն պատրաստվում խաղաղության։ Ցույց են տալիս, որ իրենք չեն ուզում մեզ հետ թող ստորագրել, որովհետև իրենք գործընթացի ժամանակ այնպիսի կարևոր զիջումների են հասել Նիկոլ Փաշինյանն եւ փակուղին, որպես այդպիսին փակուղի բառը եթե օգտագործենք, հենց այստեղ է։ Իրենք, տեսեք, մեզ համար կարա զարմանալի թվա, չէ՞, ասել այդքան զիջում, միակողմանի զիջումների վրա հիմնված թուղթ է դա։ Ինչի չեն ուզում ստորագրել դա, որովհետև իրենց դա էլ բավարար չէ, եւ իրենք դա ցույց են տալիս։ Ես ասում եմ, մարտի 13-ին հայտարարվեց տեքստի համաձայնեցման մասին։ Մարտի 16-ից մինչև ապրիլի 20-ին Ադրբեջանը 26 ապատեղեկատվական հաղորդագրություն տարածեց եւ ամենաշատը իրենք օրական 3 անգամ մարտի 16-ին ու 19-ին տվել են այդ հաղորդագրությունները։ Այն օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը անդադար գրում էր ես պատրաստ եմ թող ստորագրել։ Եթե հաշվեք, ամբողջությամբ համընկնում է, որովհետեւ դա իրանց նյարդայնացնում է, իրենք ասում են ոչ, մենք ձեզանից ուրիշ պահանջներ ունենք, ուրիշ անելիքներ ունենք դեռևս։ Եվ դրա համար իրենք չեն ուզում որևէ թղթի ստորագրում։ Իրենք հասկանում են, որ աշխարհը փոփոխվում է, ուժերի փոխդասավորություն եւ այլն, եւ իրենք մտածում են, որ դեռ շատ ավելի կարեւոր ձեռքբերումներ կարող են ունենալ։ Այդ դեպքում Արադ Միրզոյանը օրինակ ինչու է կոչ անում համբերության զինվել եւ ասում է գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Իսկ ուրիշ ինչ պետք է իրենք ասեն։ Պիտի ասեն ժողովուրդ ջան, գիտեք, մենք ամեն ինչ զիջեցինք, ամեն ինչ հանձնեցինք, ամեն ինչ տվեցինք, բայց իրանք մեզ թող չեն տալի, կներեք, չստացվեց ժողովուրդ ջան։ Հոտես չեն ասելու։ Որովհետև իրենք ամբողջ իրենց միակողմանի զիջումները, մեր իրավունքներից նման հրաժարումը, դրանից հետո Ալիևին, ես ասում եմ, դարձել են Ալիևի սրբադասման ու մաքրազերծման ինչ որ բան, խումբ են դարձել, քիչ ամնում առաջադրել Նոբելյան մրցանակին։ Ագրեսիվ պատերազմ սանձազերծած ատելության խոսք տարածող այդ ղեկավարին, որը հայերին ամենաանընկալելի ու անընդունելի տերմիններով կոչել է, իրենք դարձնում են որպես չկան հայեր։ Քիչ ամնում Արադ Միրզոյանը ասում չկան հայեր, չկա խնդիր Լեռնային Ղարաբաղի։ Համարյա տենց է ասում, էլի։ Կամ մի կարևոր բան ասեմ, էլի, տեսեք,
Ռուսական կողմը վերջերս վերցրել էր Զելենսկոյի հայտարարություն, որտեղ Զելենսկին, եթե չեմ սխալվում, ասել էր, հարց էր տվել լրագրողը, դուք Պուտինին չեք ատում եք, թե ինչ, ասել էր, ես նրանց я их всех ненавижу, ռուսական ռուս ժողովրդին իբրև, ես բոլորին ու ռուսական կողմը Լավրովի հարցազրույցները տեսնելով անընդհատ կրկնում էր, դա տեսնում եք, պատկերացնում եք, դա ինչ է։ Ասենք մենք ատելության խոսքի հատորյակներ ունենք ու իրենք ասում են, ոչ, գիտեք, ինչ որ ինչ սադրանքի մասին կարող է խոսք գնալ։ Ինչ սադրանք։ Դու, այո, ես կարծում եմ, որ հնարավոր է կանխել հնարավոր պատերազմը։ Իրապես վստահ եմ դրանով։ Ինչ ճանապարհով։ Հենց դա եմ ուզում ասել, ճանապարհով, երբ դու կլինես այնքան հզոր, երբ դու կունենաս այնպիսի ուժեղ անվտանգային համակարգ, այնպիսի մոբիլ հասարակություն, որ քո հետ պատերազմելը միշտ շատ ավելի թանկ կնստի դիմացի կողմի համար, քան քեզ հետ բանակցելը։ Բացի այդ, դու միջազգային այնպիսի հնարավորություններ, կարևոր ձեռքբերումներ եւ ծրագրեր կիրականացնես քո տարածքում, որ այդ ներգրավվածության շնորհիվ անհնար կդարձնես այլ կողմի համար հարձակում քո տարածքի նկատմամբ եւ ոտնձգություն քո տարածքի նկատմամբ։ Դա պահանջում է բացառիկ դիվանագիտական կարողություններ, անվտանգային համակարգի, դրա մոդեռնիզացման հարցում բացառիկ ունակություններ եւ հսկայական աշխատանք, տեղեկատվական հսկայական աշխատանք, որպեսզի մեր հանրությունը ամեն ապա տեղեկատվական հաղորդագրության հանդեպ այդքան զգայուն չլինի։ Եվ ինչու իշխանությունները դա չեն անում, որովհետեւ իրենց հարմար է վախեցնել պատերազմի վտանգով հայ հանրության։ Իրենք հասկացել են, որ մենք իրապես շատ խաղաղասեր ժողովուրդ ենք։ Ֆանտաստիկ աշճանի խաղաղասեր ժողովուրդ ենք։ Մեզ եթե հենց հիմա էլ հանգիստ թողան, մենք էլի շատ հանգիստ կապրենք, բայց նաև մենք ռիսկերը գիտակցում ենք, կարծում եմ, քիչ թե շատ։ Իդեպ Հայաստանում ուժեր էլ չկան, որ խոսում են պատերազմելու եւ այլնի մասին։ Բայց Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը այնպես է ներկայացնում, կարծես ամբողջ ընդդիմությունը այսպես պատրաստվում է Ադրբեջանի դեմ պատերազմել։ Որովհետեւ փորձում են խաղաղության մասին խոսույթը դարձնել իրենց սեփական, իբրև իրենք խաղաղության արտացոլանքն են, բայց այնքան պատերազմ, այնքան մարդկային ու տարածքային կորուստ, որ եղել է քաղաքացիական պայմանագիր իշխանության տարիներին Լեռնային Ղարաբաղում, հենց բուն Հայաստանի Հանրապետության, բոլորը մոռանում են 22 թվականի, 22 թվականի սեպտեմբեր, ճիշտ է, չի ասում, երբ 200 հոգուցավեր զոհ ենք ունեցել, եթե չեմ սխալվում։ Եթե սխալվում եմ, ասեք, բայց ես այդքան եմ հիշում։ 200-ից ավելի։ Այո, եւ այդ տեսանկյունից հանկարծ իրենք ասում են մենք խաղաղություն ենք, խաղաղության հետ ոչ մի աղերս չունեն։ Իրենց արած քայլերը ընդհակառակը մեծացնում են էսկալացիայի ռիսկերը Հայաստանի շուրջ, որովհետեւ իրենք հասել են մի իրավիճակի, երբ գործընթացի մեջ Ադրբեջանին տվել են խաղաքարտեր, ոչ մի թուղթ չեն ստանում ու հենց խոսում են թղթի ստորագրումից Ադրբեջանը ագրեսիվ վարք է դրսևորում, իրենց դնելով բավականին բարդ իրավիճակի մեջ։ Բայց ախր գիտակցությունը ձեզ չկա, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ, եթե անգամ այսպես ամենավատ երազում պատկերացնելով 26 թվականին իրենք վերընտրվեն, մեկ է, մի օր հեռանալու են իշխանությունից։ Ինչ ձև են հիշվելու պատմության մեջ։ Դուք մարդկանցից, որոնք առհասարակ ընդհանրապես ռազմավարական մտածելակերպ չունեն, ուզում եք մտածեն սերունդները ինչպես են իրենց հիշելու, իրենց անգամ մեկ է, թե իրենց հարևանները իրենց ինչպես են վերաբերվում կամ իրենց ազգականները։ Ես չեմ կարծում էլի, որ բարոյականությունից զուրկ մարդկանցից պետք է ինչ-որ մարդկային բաներ ակնկալել, որ մարդուց, որ ասում է, այդքան զոհ լիներ, չլիներ նույն վիճակներ լինելու, կամ Արցախի անկման օրը Հայաստանի անկախության իրական օրն է։ Ես ուղղակի ուզում եմ ասեմ, մենք չենք կարելի անընդհատ նորովի նոր բաների վրա զարմանալ։ Այդ ոնց ես անընդհատ Ալիևի ատելության խոսքից նորից զարմանում։ Մեկ լինում իհարկե նման դեպքեր, բայց դու եթե հասկանում ես, ֆիքսում ես, որ այդ մարդիկ այդպեսին են, վերջացար, տեղալ խոսակցություն չկա։ Մոսկվա գնալով Շքերթին մասնակցելով առանց հայկական զորախմբի, ինչ խնդիր փորձեց լուծել Նիկոլ Փաշինյանը։ Գաղափար չունեմ։ Ես կարծում եմ իր անձնական հնարավոր իշխանության վերընտրման եւ այլնի, միգուցե նաեւ մտածում էր, որ Ալիևը ներկա կլինի, հնարավոր կլինի ինչ-որ խոսակցություն ունենալ այդ պայմանագրի տեքստի շուրջ, միգուցե մտածում էր, որ այդ առիթը կարելի է օգտագործել, վստահ եմ տեղյակ չէ, որ Ալիևը վերջին պահին չի լինելու։ Մայիսին անձամբ ձեզ համար ինչ խորհուրդ ունի հիմա։ Ես կարծում եմ մայիսի 9-ը ֆաշիզմի դեմ հաղթանակի օր է, իսկ ֆաշիզմը եւ նացիզմը դա խայտարակ վտանգավոր գաղափարախոսություններ են։ Ես մարդ եմ, որը ուսումնասիրում եմ ատելության խոսքը, որը գիտեմ դրա ռիսկերը, վտանգները եւ ես քանի որ նաեւ անձնական պատմություն ունեմ, իմ հայրական կողմի իմ պապիկը կռվել է պատերազմում, համաշխարհային պատերազմում, հասել է Բերլին եւ հետո գնել է Հիտլերի դայակի մեքենան եւ քշելով վերադարձել Գորիս, տեղ գյուղ։
Եվ ես երբեք նրան չեմ հանդիպել, բայց մեր ընտանիքում այսինքն շատ յուրահատուկ օր է եւ ես կարծում եմ, որ այո, իրապես հերոս են այն մարդիկ, թե Խորհրդային Միության տարածքում ժողովուրդները եւ թե դաշնակից պետությունները, որոնք կարողացան կանխել ֆաշիզմի հաղթանակը Եվրոպայում, որովհետեւ դա մի սարսափելի փուլ էր բացելու։ Մենք տեսել ենք ինչա տեղի ունեցել ֆաշիզմի տարիներին, ինչա տեղի ունեցել հրեա ժողովրդի հետ եւ դա, չգիտեմ, դա բառերով նկարագրելու չի, ուղղակի թե դա ինչ ռիսկեր է։ Մեզ համար օրը յուրահատուկ է նաեւ, որովհետեւ միշտ նշել են եռատոնը, իհարկե այն եւս մեզնից խլեցին։ Հիմա ձեզ համար այն եռատոնը ինչ խորհուրդ ունի կամ ինչ դասեր պետք է քաղել սրանից։ Անկեղծ ասած, ես Շուշիի օրվան ինքս անդրադառնում եմ մայիսի 8-ին, քանի որ օպերացիան այդ օրն է եղել մայիսի 9-ը, ուղղակի նշվել է սիմվոլիկ մայիսի 9-ի հետ կապված եւ մինչեւ պատերազմը միշտ մայիսի 9-ին շատ երկար տարիներ եղել եմ հենց Շուշիում։ Իրականում բարդ է, օրը ծանր է, որովհետեւ մենք մի տարօրինակ սերունդ ենք, գիտեք, որը տեսել եւ վայելել է հաղթանակ, որը հաշված օրերի ընթացքում կորցրել է այդ հաղթանակը։ Եվ դա շատ լուրջ խնդիր է, ինչպես դրան վերաբերվել, բայց ես հետադարձ նայելով ես անսահման երախտապարտ եմ այդ մարդկանց, որոնք ինձ ու մեր սերունդի բազմաթիվ մարդկանց հնարավորություն են տվել տեսնել Շուշին, հնարավորություն են տվել տեսնել ազատ Արցախը, հնարավորություն են տվել հասկանալ ինչ է հաղթանակը։ Ցավալիորեն դա չի դարձել դա չի ստացել այն նշանակությունը, որը պետք է ստանար։ Իրապես դա երկարաժամկետ կրթական ծրագիր է, որը պետք է լիներ։ Ես շատ ուրախ կլինեի, եթե մենք դպրոցական տարիներ մորնակ ուսանելիս հնարավորություն ստանանք ինչ-որ կարճ ժամանակ գնալու Արցախում սովորել, կամ իրենք կային այստեղ սովորեին, բազմաթիվ խնդիրներ կվերանային, ու ոչ միայն Արցախում, նաև, չգիտեմ, այլ Հայաստանի Հանրապետության այլ մարզերի հետ կապված էլ կարող եմ ասել, բայց այդ անջրպետները շատ կմաքրվեին այդ խնդիրները, երբեք մարդիկ չէին մտածի այդ տարածքի մասին, որպես տեղ միայն ծառայության համար։ Ես այնքան երջանիկ ու լավ օրեր եմ ունեցել Արցախում եւ միգուցե շատերի համար տարօրինակ է, որ ես դրանից եմ շատ հաճախ գրում եւ խոսում, բայց ես կարծում եմ, որ եթե միտեղ դու երջանիկ ես եղել, հենց դա է ձգտումը եւ նպատակը, որ դու պայքարես, որ մի օր դա հետ լինի, եթե ոչ ինձ միգուցե մեր սերունդներին, եթե ոչ իրենց միգուցե հաջորդ սերունդներին, բայց այդ գաղափարը շատ կարևոր է, որպեսզի լինի, որովհետեւ աշխարհը շատ արագ է փոխվում, պետությունները շատ արագ են փոխվում եւ դու պետք է ունենաս միտք, գաղափար ու կարողանաս շարժվել այդ ուղղությամբ ու կարողանաս պատկերացնել դա։ Ես գիտեմ Արցախը ինչ է։ Բազմաթիվ մարդիկ միգուցե մինչև հիմա չեն էլ հասկացել ու չեն էլ պատկերացնում մենք ինչ ենք կորցրել։ Իրապես չեմ պատկերացնում մարդիկ մենք ինքան առօրյական շարունակական անվտանգային խնդիրների հետ ենք բախվում հենց Հայաստանի Հանրապետության գոյության ապագայի հետ կապված, որ մենք նույնիսկ չենք էլ հասցրել վերլուծել ու հասկանալ, որ Արցախի կորուստն է բերել անվտանգային լուրջ խնդիրների Հայաստանի Հանրապետության համար, դիվանագիտական լուրջ փորձությունների։ Եթե մինչ այդ բոլորը զբաղված էին Արցախով եւ ուշադրությունը այնտեղ էր, հիմա թիրախը բուն Հայաստանի Հանրապետությունը եւ անվտանգային առումով եւ տեղեկատվական եւ դիվանագիտական Արցախի կորուստը Հայաստանին ուղղակի դարձել է շատ ավելի խոցելի ու շատ ավելի ռիսկեր է մեծացրել Հայաստանի համար, բայց դրա գիտակցումը չկա։ Չգիտեմ մի օր կլինի թե չէ, բայց հիմա հաստատ դեռ չկա։ Հավաքական առումով եմ ասում, թե չէ անհատական մարդկանց մասին չեմ խոսում։ Իսկ իշխանությունների մեջ ըստ ձեզ կան մարդիկ, ամեն դեպքում շփումներ ունեցել եք, կան մարդիկ, ովքեր ունեն այս գիտակցումը, որովհետև գոնե մինչև 20 թվականը ակտիվ այցելում էին Արցախ, Շուշիում հարսանիք էին իրականացնում, չգիտեմ, տարբեր տոնակատարությունների էին մասնակցում։ Դե եթե լինեին այդ մարդիկ հիմա իրենք իշխանության մաս չեն լինի։ Ըստ դրա պատասխանը դա է։ Ես օրինակ եւ զբաղվել եմ, տեսել եմ այդ, ասենք, եթե ես հիմա լինեի իշխանության մաս, ինչ պիտի խոսայի, ասենք, ես չեմ կարող դա պատկերացնեմ, էլի։ Եթե ես գիտակցում եմ Արցախի դերը նշանակությունը, եթե ես գիտեմ Ադրբեջանից եկող ռիսկերը, ես այդ իշխանական թիմում ինչ պիտի անեի։ Ինչից խոսայի, որ Ադրբեջանը խաղաղության է գնում, որ ինչ պիտի ասեի, եթե ես փաստերով գիտեմ, ես դա չեմ ասում, էմոցիոնալ նույնիսկ տերմիններ փորձում եմ մինիմալ օգտագործել, ես փաստերով ցույց եմ տալի, ասում եմ, բացեք նայեք 2024 թվականի 5-րդ դասանի Ադրբեջանի հանրակրթական դասագիրքը, որտեղ դրած է Իլհամ Ալիևի ելույթը, ես այդ ելույթը տալիս եմ արհեստական բանականությանը, ասում եմ, ինչ կարծիք ունես, ինքը ջնջում է, ասում է, սա ատելության խոսք է, ինչ ես տեղադրել ու ինձ հարցեր տալիս։ Դա դասագրքերն է։ Ես հատուկ նայել եմ մեր դասագրքերը, հատուկ այդ ֆոնին, ինձ հետաքրքիր է,
Սարերի ձորերի տարբերություններ, չէ, օվկիանոսների տարբերություններ ուղղակի։ Երբեք չեն եղել մեր դասագրքերում նման։ Եվ ընդհանրապես Արցախի թեման ես միշտ խնդիր եմ համարել, որ պատշաճ ձևով չի ներկայացվել մեր հանրակրթական դպրոցներում, չի դարձել դա ֆունդամենտալ գիտելիք, համալսարաններում, ինչ որ կամ ընտրական, շատ փոքր, շատ ոչ այն կերպ, որը դա պետք է լիներ, որ այդ գիտակցումը լիներ, այդ այցերի հաճախականությունը լիներ, որ մարդիկ հասկանային Արցախի ինչի մասին է։ Ինչ դասեր քաղել այս իրավիճակից, ինչ պետք է անենք։ Ես կարծում եմ ընդհանուր առմամբ անընդհատ խոսել ու քննարկել Փաշինյանի անհեթեթ թեզերը այլևս հոգնեցուցիչ է դառնում։ Առաջիկայում ընտրություններ են, հավանաբար, եթե ոչ մի արտառոց բան տեղի չունենա, եւ պետք է այդ ընտրություններին, ովքեր իրապես համարում են, որ ունեն պոտենցիալ, գնան հստակ թեզերով, հստակ առաջարկներով, հանրությունը հոգնել է ծեծված թեմաներից, դատարկ զրույցներից, բոլորի համար անհեթեթ իրական Հայաստան դիսկուրսները, դրա մեջ շատ քիչ մարդ են, եթե նկատեք ներգրավում, ու անընդհատ քննարկել Փաշինյանի ասածները պետք չի դա էլ նրա ուզածն է, որ ինչ-որ անհեթեթ մի միտք արտահայտի, մենք էլ քննարկենք իր հոգեկան վրթովմունքները կամ չգիտեմ, միջալով դրանին կարճ անդրադառնամ ուղղակի, որովհետև խոսքը իրականում շատ վտանգավոր բանի մասին է, խոսքը կոռուպցիայի մասին է եւ կոռուպցիայի հարցին պատասխան ինքը նման վարք է դրսեւորում։ Ու այդ վարքը ընդհանրապես շեղեց քննարկումը բուն թեմայից։ Խոսքը կոռուպցիայի մասին եւ այդ կոռուպցիայում քաղաքական վերնախավի ներգրավվածության։ Ես չգիտեմ ինքը անձնապես տեղ կա թե չկա, ես չեմ կարող նման բան ասել, բայց հստակ քաղաքական վերնախավում կան անհատներ, որոնց մասին մամուլը գրել է ու շատ փաստական է գրել, ուղղակի մամուլ չի գրել, փաստական հստակ թվերով գրել են։ Ու այդ գումարները չկան։ Եվ հատիկ առ հատիկ վերադարձնողը, որ 2 հատ բան ավտոտնակ ու 3 հատ մեքենա է վերադարձրել 7 տարվա մեջ, չի գնում այս կոնկրետ այս դեպքերի հետևից, որոնք կոնկրետ վերնախավի ներգրավվածության մասն են խոսում, դա մի դեպքը չէ, բազմաթիվ։ Եվ այդ հայտնի թալանչիներ եւ այլն, այսպես այնպես, այդ իրանք են այլևս։ Եվ ես լսում եմ կողմնակի խոսակցություն, լսում եմ ինչպես մարդիկ ասում են, իրենք դարձել են նույն թալանչիները։ Եթե իրենց խաղակարտը դա էր, որ տեսեք, դուք էս չունեք, անվտանգություն չունեք, էս չունեք, այն չունեք, բայց փոխարենը մենք թալանչի չենք, հիմա իրենք այդ թալանչիներն են։ Եվ Փաշինյանը չի կարող դա չգիտակցել։ Դրա համար նման վարք է դրսևորում, որպեսզի թեման ամբողջությամբ այլ ուղղությամբ գնա մի մասը հեգնի, մի մասն էլ ուղղակի ամոթ հանգս կա, որ պետության ղեկավարը նման վարք է դրսևորում։ Եվ անելիքների մասով։ Անելիքների մասով պետք է հստակ օրակարգեր մշակել, պետք է առաջարկներ ներկայացնել հանրությանը եւ դա անել հնարավորինս արագ եւ շուտ եւ ցույց տալ հանրությանը, որ կան լուծումներ եւ անվտանգ եւ արտաքին քաղաքական եւ ներքին որոշակի չեմ ասում 100%-անոց համերաշխության, բայց հաշտեցման իրար այդ նույն տեսլականներ ունենալու եւ առաջ գնալու եւ սոցիալ-տնտեսական հարցերում բազմաթիվ հնարավորություններ կան։ Այդ խոսում արցախցիների հանդեպ վերաբերմունքից, ատելության խոսքի գեներացիայից, Բաքվում պահվող մեր գերիների ուղղությամբ քայլեր չանելու։ Միանշանակ եւ այդ անհեթեթ դատավարություններից տեսեք ինչ թուղթ էին բանակցել, որ նույնիսկ այդքան միջազգային իրավական ակտերից պատրաստ են հրաժարվել, բայց չեն կարողանում բանակցել, որ այդ մարդկանց հետ կապված այդ անհեթեթ դատավարություն կոչվածները դադարեցվեն, որովհետև դրանք ատելության խոսքի տարածման մի լավ հնարավորություն են եւ վերջերս իրավապաշտպան իմ կողմից շատ հարգված իրավապաշտպան Սիրան Սահակյանը խոսել էր այդ փորձագետների մասին, օտար որ փորձել են գնալ այդ դատավարությունները եւ անձնական հետապնդում է սկսել, դա շատ լուրջ թեմա է իրականում, բայց բնականաբար դա հարմար չի դրանով զբաղվել, դրա համար պետք է ճղճղալ, գոռգոռալ։ Բայց ակնհայտ այդ ցուցմունքները Բաքուն հենց այնպես չի կորզում, չէ՞։ Այստեղ խոսում են հայցերը հետ կանչելու մասին, բայց նրանք նոր գործեր են կարծես թե նախապատրաստում։ Ես իրավապաշտպան չեմ միջազգային, բայց ես կարծում եմ գերիներից կորզված ցուցմունքները չեն կարող այդպես ակտիվ օգտագործվել։ Սա այլ նպատակ ունի, սա նպատակ ունի Ադրբեջանի ներսում ցույց տալ, որովհետև դա շրջանառվում է նաև հանրակրթական բուհական այդ տիրույթներում, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է եւ հետագա բոլոր քայլեր ու գործողությունները Հայաստանի դեմ արդարացվում են այդ խոսույթի ներքո։ Իմ կարծիքով Ալիևը այդ հաշվարկն այդ նպատակ ունի։ Սերունդներ են դաստիարակում այդպես, իսկ մեզ մոտ խոսում են խաղաղությունից։ Ուղղակի եթե չեմ ուզում լավ ասել, թե օրինակ ինքս կարդում եմ էլի դրանից հետո ինչ մամլո հաղորդագրություններ են տարածում, ինչ անմարդկային դաժանություններ են նկարագրում եւ այլն, եւ դրանք իրենք հանրայնացնում ու ներկայացնում են շատ ակտիվ։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ 168 TV-ի եթերում ռևյուներ։ Հետևեք մեր հետագա թողարկումներին։